Տիկին Թովմասյան, անհետ կորած զինծառայողների հարազատներն են այստեղ հավաքվել, նրանք պահանջում են ԱԱԾ տնօրենի արդեն իսկ պաշտոնից ազատված Արմեն Աբազյանի վերադարձը, որտեղ հույսը իրենց միակային է, որ իրենց տղաներին կարող են գտնել Աբազյանի աշխատանքի միջոցով։ Դուք լսեցիք վարչապետի պարզաբանումները այս թեմայով, արդյոք բավարարում է, առաջ։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, սիրելի լրագրողներ, որ 2021 թվականի հունվարից անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Եվ դրա մասին տեղյակ է Նիկոլ Փաշինյանը, եւ ես չեմ տեսել դրանից հետո գործնական որևէ քայլ, որ իրականացնի Նիկոլ Փաշինյանը անհետ կորածների վերադարձի հարցը բանակցային գործընթացում ներառելու համար։ Ես այդ ժամանակ դեռ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն էի, բազմաթիվ գրություններ եմ ուղարկել եւ նաեւ իրեն եւ միջազգային կառույցներին, որպեսզի հասկանանք վերջը երբ են սկսվելու որոնողական աշխատանքները։ 2021 թվականից են դեռ դադարեցվել։ Եվ ուզում եմ ասել, որ այդ օրվանից Նիկոլ Փաշինյանը փակել է այս հարցը։ Իր համար որպես քաղաքական օրակարգ այս հարցը գոյություն չունի։ Այնպես ինչպես հետագայում փակեց գերիների հարցը, հիմա ասում է դե մենք ամեն օրվա ռեժիմով աշխատում ենք, այսօր տենց շատ արհամարական տոնով ասում է դե մենք ամեն օր աշխատում ենք գերիների հարցով։ Բայց իրականում գերիների հարցն էլ է իր համար փակված, որովհետև խաղաղության պայմանագիր կոչվածը, որ ինքը բանակցում է, մեր գործընկերները ասել են, որ ովքեր որ ծանոթացել են այդ փաստաթղթին, չկա որևէ կետ գերիների վերադարձի մասին։ Այսինքն որպես քաղաքական օրակարգ Նիկոլ Փաշինյանը չի հետապնդում անհետ կորածների վերադարձ եւ չի հետապնդում գերիների վերադարձ։ Անհետ կորածների որոնողական աշխատանքների վերականգնման ուղղությամբ ոչինչ չի անում։ Հիմա անհետ կորածների ծնողները, որ այստեղ հավաքված են, իրենք իրականում ոչ թե կոնկրետ պաշտոնյայի համար են կռիվ տալիս, այլ իրենց վերջին հույսի, որտեղ այդ վերջին հույսը այն անձնավորությունն էր, որ վերջի շրջանում բավականին ակտիվացրել էր անհետ կորածների որոնողական աշխատանքների շուրջ որոշակի գործողություններ, եւ այս մարդիկ պայքարում են իրենց վերջի հույսի համար։ Մարդ, որ այս ընթացքում երկար ժամանակ աշխատել է, 20 թվականից մինչև հիմա բազմաթիվ պրոցեսներին տեղյակ է եղել, եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը որոշել է մի SMS-ով, որ նա արդեն հոգնած է, պիտի գնա տուն։ Այսօր հայտարարեց, որ Աբազյանը հոգնել էր։ Հիմա նա որոշում է ով է հոգնած, նա որոշում է ում տրամադրությունն է վատ, հետո նա որոշում է թե ով որտեղ պիտի լինի, այսինքն այդ զավեշտի ժանրում էլ մենք այս երկրում ապրում ենք ու մարդիկ իրենց երեխաներին կորցրած եկել են այդտեղ հուսահատ քայլեր են անում, փակելով ամենագլխավոր ճանապարհը Երևանի, բայց նույնիսկ սա չի սթափեցնում։ Դուք տեսնում եք ազգային ժողովում։ Ոչ, ազգային ժողով Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր հարցը կուսակրոնության հարցն է։ Եվ դուք ինչ եք կարծում, ի վերջո Աբազյանն ինչու է ազատվել ըստ ձեզ։ Ես չեմ կարող հստակ ասել, բայց այդ ենթադրությունները, որ կարող եմ անել իրադարձությունները միմյանց հետևից շարելով, ենթադրաբար որոշակի հրամաններ կամ չի կատարել, կամ կատարել է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին չի բավարարել։ Այսինքն սա միակը չէ, եղել են ինչ-որ բաներ, որի դրանք ակնհայտորեն, ես կարծում եմ ցանկացած վերլուծական քայլ մենք կարող ենք իրականացնել եւ հանգել եզրակացության, որ երեկվա գործարար Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին նրա հանկարծակի հրաժարականը չէր կարող կապ չունենալ իրար հետ։ Շնորհակալ եմ։